Այ ժողովուրդ ջան, մինչ բոլորը տարված եք խորհրդարանական ընտրություններով, հետո ափսոսանքով, թե ինչու սենց եղավ, այն դեպքում, երբ ուրիշ ձև չէր էլ կարելի ակնկալել, իմ մասով լիքը իրադարձություն եղավ։ Մի կերպ եմ հասցրել ժամանակ գտնել ու քաղաքացիական պարտքս կատարել, թե չէ քիթ քորելու ժամանակ չկար, անգամ հասա Սյունիքի մարզ, բայց ոչ թե պարզելու, թե ինչպես են սյունեցիները քվեարկելու այլ Կապանի փոխքաղաքապետի եղբոր ընտանիքի ողբերգության հետևից, երբ վթարը խլեց 4 մարդու կյանք։ Մի խոսքով, ժողովուրդ ջան, հունիսի 7-ը հեչ լավ օր չէր բոլոր առումներով։ Բայց տեսանյութը սկսենք մայրաքաղաքից։ Ավելի ստույգ նոր վարչական շրջանի Դավիթ Մայլան փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած միջադեպից։ Չնայած ինչ միջադեպ, մարդը իր համար գիշերը նուշ քնած, այս մեքենան կուլագնում կրակի լեզուներին։ Անցած կյանքում այս մեքենան Mercedes է կոչվել, բայց հիմա մոխիր է դառել։ Ու հարցը, թե ինչի հետևանքով, հետաքրքրում էր ոչ միայն ինձ եւ իրավապահներին, այլև երկաթե նժույգի այս տիրոջը։ Իսկ մեքենայի տերը, ինչպես հետո պետքա պարզեի, անհատ ձեռնարկատեր 43-ամյա Մեհերյանն էր։ Պարզեցի նաև, որ հրդեհը ծագել է գիշերը ժամը 3-ի սահմաններում, բայց ոչ թե Իրան, ինչպես հաճախ պատահում է էլեկտրական մեքենաների հետ, իսկ այս դեպքում բենզինով շարժիչը, այլ անհայտ անձն է դիտավորյալ հրդեհել ու սպիտակ Mercedes-ը սևի վերածել։ Այսինքն նա, ով սա արել է, հաստատ ցանկացել է տիրոջը վնաս հասցնել ու փաստորեն հաջողել է։ Մեքենան դարձել է ոչ շահագործելի, իսկ դեպքի վայրում հավաքվածները ասում էին, թե մոտավոր վնասը կարող է մինչև $10,000 կազմել։ Դե Մեհերյան ջան, իրավապահները այդ վարկածի ուղղությամբ են աշխատում եւ փորձելու են պարզեն, թե ում ճանապարհն ես կտրել, ով է եղել այն ստահակը, որ ցանկացել է քեզ վնաս հասցնել։ Իրավապահները այս գլուխկոտրուկը կարծում եմ արագ կլուծեն, հաշվի առնելով, որ հիմա աջ ու ձախ տեսախցիկներ կան։ Բացի դա, Մեհերյանն էլ կարող է արժեքավոր տեղեկատվություն հաղորդել, իսկ մինչ այդ պետք է հասկանա, թե ինչ անի այս երկաթե նժույգի հետ։ Կա ներսից կանակ բացեք ով։ Եթե Դավիթ Մայլան փողոցում ստահակը մեքենան այրել ու փախել է, ապա Մարգարա Վանաձոր ճանապարհին մեկ այլ արի ու մի ասա, աղմախ վթարվել ու փախել է։ Եվ ուրեմն ժամը 20:30-ի սահմաններում տեղեկություն ստացա, թե նշածս ճանապարհին Երնջատապ գյուղի Խաշմերուկում իրար են բախվել 61-ամյա Տիգրանի կցորդիչով բեռնատարն ու 31-ամյա Արմանի Ֆորդ Մակնիշի բեռնատարը։ Մտածեցի երկու բեռնատար են բախվել, գիգանտների մենամարտ է ու արագ մեկնեցի դեպքի վայր։ Այնտեղ է խփե, չէ՞։ Իսքան հա կամազ իսքան ընդհանուր քանի վիրավոր է 3 վիրավոր Այո, վթարի հետևանքով 3 վիրավորի շտաբօգնության բրիգադը տեղափոխել էր ապարանի հիվանդանոց, ու դա բնական է, չէ որ ինչպես տեսնում եք, Ֆորդից ֆտարն է մնացել։ Այս մանրամասներն էի ճշտում, մեկ էլ ինձ հասկացա, որ դեպքի վայրում մի մեքենա է։ Հարցրեցի, բայց կցորդիչով բեռնատարը ուր է։ Պարզվում է, վթարից հետո դեպքի վայրից ճողոպրել էր, բայց երկար փախնել չի հաջողվել։ Այս հատվածն 70 կիլո։ Որ հայտնաբերել եք այդ ավտոն, ստեղից քանի կիլոմետր հեռու կլինի։ 15 կիլոմետր։ Այդքան գնացել է էլի։ Որ գյուղում եք հայտնաբերել։ Շողակն չասած էլի։ Լսեցիք ժողովուրդ ջան, մինչ քնչական խումբը կժամաներ դեպքի վայր, Արագածոտնի պարեկները շողակն բնակավայրում հայտնաբերել են վթարի մասնակից եւ դեպքի վայրից փախուստի դիմաց կցորդիչով բեռնատարն ու վարորդին։ Հիմա բավոնց չասեմ, այ 61-ամյա Տիգրան, քո մոտ միայն տարիներն են անցել, թե ինչու են քեզ արքայից արքայի անունով կոչել, եթե այս սենց ժամանակ ճողոպրում ես դեպքի վայրից, առանց մտածելու, որ գուցե խփածդ մեքենայի վարորդին ու նրա ուղևորներին շտապ օգնություն է պետք, նմաներին պետք է անդադար խայտառակել, սրանք այլ լեզու չեն հասկանում։ Որտեղից է բրթելով տարե։
Քիչ առաջ նշեցի, որ դեպքից հիմնական ճողոպրում են վրաերթի հեղինակները, ու դա այդպես է, բայց ոչ միշտ։ Հաճելի բացառությունը ներկայացվող տեսանյութն է, թեպետ տեղի ունեցածի մեջ միակ հաճելի պահն է։ Չեմ չարաշահի ձեր համբերությունն ու ասեմ, որ նախընտրական քարոզարշավի վերջին օրը հունիսի 5-ի առավոտը դիմավորեցի Գեղարքունիքի մարզում, իսկ ավելի կոնկրետ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կիլոմետրին։ Առավոտ կանուխ ժամը 5-ի սահմաններում այս գազ 283-ի վարորդ 31-ամյա Գառնիկը վրաերթի է ենթարկել 49-ամյա Կամոյին։ Վրաերթի ժամը երևի կարող էր պատճառ դառնալ, որ վարորդը ճողոպրի։ Նկատի ունեմ, որ շատ վաղ է ու գուցե մոտակա 100-200 մետր մարդ չի եղել։ Հետևաբար վարորդը կարող էր աննկատ հեռանալ, բայց ի պատիվ իրեն դա չի արել, որովհետև նրա տարիները հենց ընենց չեն անցել։ 31-ամյա Գառնիկը փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին, սակայն ապարդյուն։ Հետիոտնը արդեն մահացած է եղել։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ սթափ է, ու այս բոլոր հանգամանքները դատարանը հաստատ հաշվի կառնի։ Հա, քիչ էր մնում մոռանալ, սևանցիները ասում էին, որ այդ հատվածում հաճախակի են լինում վրաերթեր, այդ թվում մավան ելքով, ու դրանցից մի քանիսի մասին Սուրանկյունը ներկայացրել է, այնպես որ պարոնայք վարորդներ, այս պատմությունից պիտի 2 դաս քաղել։ Դաս առաջին, երբեք եւ ոչ մի պայմաններում չճողոպրեք դեպքի վայրից։ Դաս երկրորդ, այս հատվածում շատ զգույշ եղեք։ Այ մարդ, քանի անգամ ենք զգուշացրել, որ շինարարության ընթացքում պահպանեք անվտանգության կանոնները, որ այդ անտերը առաջին հերթին հենց ձեզ է պետք։ Կասկան ինչ է, որ չեք դնում։ Ինչի եք մտածում, որ փորձանքը հենց ձեզ է շրջանցելու։ Ոչ, հարգելիներս, փորձանքը որ գալիս է, նրա համար միևնույն է, թե ուր է գալիս, կարևորը, որ իր չար գործն անի։ Փաստորեն Մասիս քաղաքի Էջմիածնի խճուղու թիվ 9 հասցեում շինարարական աշխատանքներ կատարողները այս պարզագույն ճշմարտությունների մասին տեղյակ չեն եղել։ Մի հատ տեսնեն տեղափոխվածները ոնց են, չէ՞։ Եվ ուրեմն օրը ցերեկով ժամը 13-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ Մասիս քաղաքից դեպի Վաղարշապատ տանող ճանապարհի Էջմիածնի խճուղու նշածս հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բետոնե ծածկի փլուզում է տեղի ունեցել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Փրկարարները որն այնքան օպերատիվ ծառայություն կար, բոլորը արագ հասել են ու այդ հանգամանքը կարծես դեր է խաղացել։ Տեղում է նաև մեր Չորքոտանի ընկերը, որի օգնությամբ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները պետք է պարզեն, թե արդյոք փլատակների տակ էլի մարդ կա, թե միայն այդ 2 հոգին են, որոնց արդեն տեղափոխել էին հիվանդանոց։ Ցավոք, մտավախությունները տեղին էին։ Կարճ ժամանակ անց փլուզված բետոնե ծածկերից մեկի տակ փրկարարների կողմից հայտնաբերվեց մահացածի մարմինը։ Ու հիմա չգիտեմ, եթե սաղավարտը գլխին լիներ, արդյոք կմահանար։ Ինչի միայն շինարարական անվտանգության մասին ենք խոսացել, բահարդեային անվտանգության, այս մասին ամենաշատն ենք խոսացել, համարելով, որ կրակի հետ վարվելու կանոններին ոչ բոլորն են տեղյակ, ու թող անհամեշտ չնչի, այս առումով էլ ենք ճիշտ։ Ապացույցը գրեթե ամեն շաբաթ տեղի ունեցած դեպքերն են։ Խնդրեմ, էս էլ Մասիս քաղաքի Երևանյան փողոցն է։
Հենց այս փողոցի տներից մեկում են երեկոյան ժամը 20-ի սահմաններում Մասիսի բնակիչները կրակ ու ծուխ նկատել։ Անմիջապես ահազանգել են 112 օպերատիվ կառավարման կենտրոն ու մինչև հրշեջների ժամանումը իրենք են պայքարել կրակի լեզուների դեմ։ Իսկ րոպեներ անց ժամանած Մասիսի հրշեջներին հաջողվել է կրակը մարել, բայց դե ինչ օգուտ։ Մարելուց հետո հրշեջները տան ներսում հայտնաբերել են 2 քաղաքացու կիսամոխրացած դի։ Պարզ երևում է, որ ստեղ խելքից դուրս մարդ ապրել, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ հնդիկներ կամ պարսիկներ են եղել։ Հեռու չենք իրականությունից։ Մահացածների ստույգ ազգությունը չգիտեմ, բայց հենց այդ ազգերից մեկի ներկայացուցիչն էին։ Այդ ձեր տունը շինվի, այդ անտերը միայն բազմանալով չի, մի քիչ էլ հրդեհային անվտանգությանը ուշադրություն դարձրեք, թե չէ այս տեմպերով էլ չեք էլ բազմանա, նկատի ունեմ նաև հանգամանքը, որ այս ազգերի ներկայացուցիչների մասնակցությամբ հրդեհային անվտանգության խախտման մի դեպք էլ անցած տեսանյութում ներկայացրինք ու կրկին ողբերգական ավարտով։ 10 կոյկա է 2 արգություն։ Միատը մտմսելի կոյկա է, միատը 10, 3 Եվ վերջում Սյունիքի մարզում ընտրությունների օրը տեղի ունեցած ընտանեկան ողբերգության մասին։ Գորիս Կապան ավտոճանապարհը 2023-ից հետո դարձել է հանրահայտ։ Երևի հասկացաք, թե ինչ նկատի ունեմ։ Հենց այս ճանապարհի 22-րդ կիլոմետրից խորհրդանշանական ժամը 15:15-ին ահազանգ ստացա, որ Տաթևի վանք տանող հատվածում ջիպ կոմպասը դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մի քանի պտույտ գլորվելով գլխի վայր հայտնվել անտառում, ծառերի մեջ։ Քանի մետր է թռը։ Այս 4-րդն է, չէ՞։ Ստենայ։ Այն սաղիրա բախումի տեղերն է։ Հա։ Գլորվելով եկել է։ 4-ը դրսում հայտնաբերել։ Հա, ու վերևի մարմինները։ Թե ինչ հսկայական տարածություն հաղթահարեցի, մինչև հասա գլխկոնձի տված ամենագնացին, հևոցներիցս հասկացաք, բայց ինչ լավ կլիներ, եթե ընդհանրապես ստեղ չլիներ։ Հիմա ամեն անգամ գիշերը վեր չէի թռնի այդ 4 դիակները երազումս տեսնելով։ Այո, վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել էին, եւ այլ բան ակնկալել հնարավոր էլ չէր։ Հեսա թե սաղայրան հետքեր է։ Անվտանգության բարձիկները սաղ բացվել է։ Այս ծառը չել էր վաբշե կգլորվեր։ Նայ որտեղից են վերևից ամենաբարձր տեղից գավիժել է էլի։ Պարզեցի, որ մահացածներն ու վիրավորները Սյունիքի մարզի բնակիչներ են, բոլորը ազգականներ։ Իսկ վթարի վայրը պարեկները հայտնաբերել են դրոնի միջոցով։ Հաջորդ օրը տեղեկացանք, որ մեքենան վարել է 46-ամյա Հարություն Հարությունյանը։ Վթարի հետևանքով նա, ինչպես նաև 41-ամյա Ազնիվ Գևորգյանը, 14-ամյա Հայկ Հարությունյանն ու 19-ամյա Տիգրան Հարությունյանը տեղում մահացել են։ Իսկ 17-ամյա Էմիլիա Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիս բժշկական կենտրոն։ Պարզվեց, որ մեքենայի մեջ եղել են Կապանի փոխհամայնքապետ Մարատ Հարությունյանի որդին, եղբայրը ու եղբոր ընտանիքը։ Աստված իմ, իրոք թշնամուն էլ չես ցանկանա։ Ցավակցելով մահացածների հարազատներին կրկին անգամ հորդորում ենք, որպեսզի պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները եւ որ ամենակարևորն է ամրակապվեն, քանի որ մահացածների մարմինները Գորիսի փրկարարներն ու քաղաքացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս տարբեր հատվածներում։ Անվա հեծաններն էլ կոտրվել։ Դրոնով գտել եք էլի։ Մի ամբողջ ընտանիք։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։